Օրհնյալ եք Սուրբ անունդ Տեր, փառք քեզի այս փառավոր օրվա համար, այս օրհնյալ տոնի համար, այս սքանչելի ժամանակի համար, որ դու տվել ես մեզի, որ հավաքվենք քո շուրջը եւ քեզի պաշտենք։ Շնորհակալ ենք քեզանից ով Տեր, փառք քեզի։ Աղոթում ենք, որ դու Սուրբ Հոգու միջոցով մեր սրտերի հետ խոսես։ Տեր Հիսուս Քրիստոսի անունի փառքի համար եմ ուզում։ Ամեն։ Համեցեք խնդրում եմ։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, եղբայրաշոտ մերսի ձեր շնորհավորանքների համար այս եկեղեցուց կողմից եւ իրանց շատ շնորհավորանքի նամակի եւ նվիրատվության համար ձեր տեղը բոլորին դատարկ էր անցյալ շաբաթ, ես չգիտեմ ինչու այդ համալսարանի կողմիցը, Կանադայիցը առանցի որ ինձ տեսած ելնեն եւ ճանաչած ելնեն, միայն լսել էին, բայց Աստված դրել իրանց սրտի մեջ որ կային եւ այդպեսի հարգեին դոկտորայի համար։ Այդ օրը ես մի բան հիշեցրամ իրանց, որ շատ կապ ունի մեր այսօրվա տոնին, ասամ երբ որ Հիսուսը էշի վրա նստավ եւ գնաց Երուսաղեմ, մարդիկ իրանց հանդեսները գցում էին այդ էշի ոտի տակ եւ ծառերից տերևները գցում էին այդ էշի ոտի տակ եւ էշը շատ զարմացել էր, որ ինչու այդպես հարգում են իրան։ Միջև հիմա չէր պատահել, որ մի հատ էշի այդպես հարգեին։ Հետո մի անգամից անդրադարձավ, որ իրան չեն պատիվ տալիս, այդ մարդին, որ նստել է իրա վրա պատիվ են տալիս։ Ուրեմն մենք հենց նույն ավանակն ենք, եթե Հիսուսը մեր վրա նստած չելնի։ Ամեն փառք ու պատիվը Հիսուսին է վերապրում, փառք իրան։ Ես այդ պաշտոնների հետևից չեմ եղել եւ չկամ, բայց ինչ որ տվել են մեզի եւ տալիս են ամենը Տերոջ փառքի համար։ Եվ թող Աստված փառավորվի ամեն ինչի մեջ։ Ես շատ ուրախ եմ, որ նորից կարողացել եմ հանդիպեմ ձեզի մեկ խումբ հալածված եղբայրների ու քույրերի համար, որ Պարսկաստանից եկել էին մի կոնֆերանս ունեինք այստեղ, դրանցից 8 հոգին պետք է գնան բանդը շուտով, Հիսուսի անունի համար։ Դատը կտրվել է, մենակ բանդեր այնքան լիք կնեն, որ սրանց սպասացրել են, սրանց սպասեք մի քիչ դատարկվեն, հետո ձեզի տանենք։ Հիմա նրանք եկել էին այնտեղ, ինչպես իմ պաշտում ձեր նման աստծուն։ Պարսիկ իսլամից եկած քրիստոնյաներ, որ պատրաստ են Հիսուսի համար գին վճարեն։ Սիրահարվածներ։ Եվ նրանց վկայությունները մենք ամեն օր լսում էինք եւ Տերոջ փառք ենք տալիս այն մեծ գործի համար, որ այս հալածված երկրի մեջ ունի։ Որ մարդիկ ոչ թե միայն իսլամից վերադառնում են քրիստոնյա են լինում, ոչ թե միայն ծառաններ են դառնում, այլ պատրաստ են հալածանք կրեն եւ պատրաստ են բանդը նստեն, պատրաստ են որ նահատակվեն էլ։ Եվ մենք այս նահատակներից որ ունենք Պարսկաստան միայն երկուսը հայ են, մնացած բոլորը պարսիկ քրիստոնյաներ են։ Սա պարծանք չի, պարծանք է թե չէ։ Հալելույա, փառք Տերոջ, փառք Տերոջ։ Եվ նրանք են, որ Պարսկաստանի ճակատագիրը կփոխեն, եւ նրանք են, որ մեծ արթնության միջոց կդառնան Պարսկաստանի մեջ։ Եվ ուրախ եմ, որ Հայաստանի եկեղեցին էլ հասկանում են նրանց, աղոթում է նրանց համար եւ մասնակից է նրանց հետ եւ
փառք եմ տալիս Տերոջ այս եկեղեցու առաջադիմության համար։ Հանգուցյալ մեր սիրելի վերապատվելի Ռաֆի եղբոր հիշատակը երբեք չի մոռացվել այս եկեղեցում եւ Հայաստանի մեջ, Պարսկաստանի մեջ։ Նա իսկապես իր ընթացքը լավ կատարեց եւ բարի պատերազմը լավ պատերազմեց եւ արդարության պսակին հասավ։ Եվ հիմա ուրախ է, որ տեսնում է, որ իր աշխատանքների պտուղները այստեղ փայլում են Տերոջ համար։ Փառք Տերոջ, որ Աշոտ եղբայրը դրանցից մեկն է։ Փառք Տերոջ իր համար եւ ծառաների համար, որ այս եկեղեցում կան, սիրելի Ժանետի համար, իր ներկայացուցիչը, որ այստեղ է, իրանց զավակները, թողեք, որ միշտ նրանց անունը կենթանի մնա։ Նրանք մեռած չեն, մեռած նրանք են, որ իրանցից բարի վկայություն չկա։ Բայց կենթանի են նրանք, որ միշտ հիշում ենք իրանց։ Մեր նահատակներն էլ այդ խումբի մեջ են։ Եղբայր Հայկը 31 տարի անցել է, բայց ամեն օր իր խոսքը մեր տան մեջ կա։ Եվ մնացած նահատակները հենց այդպես, մնացած սուրբերը, որ Տերոջ մեջ ննջել են հենց այդպես։ Բայց որոշ մեկերը կան, որ սաղ են, ապրում են, երկար տարիներ չենք հիշում իրանց, որտեղ հիշելու բան չունեն։ Բայց փառք Տերոջը նրանց համար, որ թե կենթանի են եւ թե Տերոջ մոտ են գնացել, բայց միշտ կենթանի են, հավիտյան կենթանի են։ Հալելույա։ Այսօր իմ նյութը ուղղակի ծաղկազարդի մասին չի, բայց այստեղ որ նստած իմ այդ պատմությունը կարդում էի, մի բան իմ վրա շատ ազդեց, որ կապ ունի իմ նյութին, այսօր ուրախ օր է, բայց լացի օրեր էր։ Հիսուսը այդ ուրախ տոնի մեջ, որ մարդիկ երգում էին «Օբստաննա, Օբստաննա», բարիքալուստ էին ասում թագավորների թագավորին, Տեր Հիսուսը մոտեցավ Երուսաղեմին եւ լացեց։ Եվ ասեց. «Քանի անգամ ուզեցամ քեզի որպես մի հատ հավ, որ իր ձագերին հավաքում է իր թևերի տակ, քեզի հավաքեիմ, բայց դու չուզեցար»։ Եվ մի ցավալի խոսք է ասում այդտեղ. «Քո այցելության ժամանակը չգիտեցար»։ Այցելության ժամանակը չանդրադարձար։ Այս ուրախ օրվա մեջ Հիսուս այդ խոսքը ասում է։ Հիմա ինչ կապ ունի իմ պատկամից, որովհետև իմ պատկամս արթնության մասին է։ Այս տարի մենք բոլորովին մեր միտքը կենտրոնացրել ենք արթնության վրա եւ Աշոտ եղբայրից լսացին, որ դուք էլ արթնության վրա եք մտածում, արթնության պատկամներ ունեք։ Մեր ամբողջ տարին կենտրոնացրել ենք արթնության պատկամների վրա։ Ինչ է արթնությունը, արթնության խորհուրդները ինչեր են, արթնության նշանները ինչեր են, արթնության արդյունքները ինչեր են, ինչպես են կարող արթուն կյանք ունենանք, արթնության օրինակները, որ աշխարհի մեջ պատահել է, Սուրբ գրքի մեջ պատահել է, պատմությունները, նրանք որոնք են վերջապես մեր կենտրոնացումը արթնության վրա։ Եվ այսօր ուզում եմ մի հատ այդ կետերից ձեր հետ մեջտեղ տնեմ, որ խնդրեմ եղբայր Աշոտը նորից բեմ բարձրանա եւ այս մասը ինքը կարդա մեր համար Հայտնության երկրորդ գլուխը առաջին համարիցը մինչև 5-րդ համար, Հայտնության երկրորդ գլուխ առաջին համարից մինչև 5-րդ համար։
Այսպես է ասում նա, ով 7 աստղերն ունի իր աջ ձեռքում և շրջում է 7 ոսկե ճրակակալների միջև։ Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել։ Փորձեցիր նրանց, ովքեր առակյալ են ձևանում, բայց չեն և սուտ համարեցին նրանց։ Համբերություն ունես, իմ անվան համար տանջվեցիր և չընկրկեցիր, բայց քո դեմ մի բան ունեմ, որովհետև քո նախկին սերդ թողել ես։ Արդ հիշիր, որտեղից ընկար, զղջա և նախկին գործերը արա, ապա թե ոչ կգամ քեզ մոտ և քո ճրակակալը իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես։ Շնորհակալ եմ։ Արթնության մի հատ խորհուրդներիցը տարբեր մեկնություններ ունի, բայց մի հատ խորհուրդներիցը նշանակում է, որ վերանորոգվի մեր հոգևոր կյանքը և վերադառնանք մեր նախկին սերին։ Թե մեր անձնական կյանքի մեջ, թե ընտանեկան կյանքի մեջ, թե եկեղեցական կյանքի մեջ նոր կյանք ստանանք։ Հիսուս Քրիստոս ասավ, ես եկել եմ, որ դուք կյանք ունենաք և էլ ավելին ունենաք, ավելի ճոխ ունենաք։ Մենք երբ որ ապաշխարանք, վերստին ծնունդ ստացանք, կյանք ստացանք, բայց նա բավական չի, նա ասում է ավելին ունենաք։ Հիշում եք ավետարանի մեջ Մարկոս 8-րդ գլուխը Հիսուսը մի հատ կույրի թքեց իր աչքերի վրա, բերանի ջուրը գցեց աչքերի վրա և ասաց, տեսնում ես, ասավ, լավ չեմ տեսնում, մարդկանց ծառերի նման տեսնում եմ, որ մի բան շարժվում է։ Նորից Հիսուսը թփչեց իր աչքերը, երկրորդ անգամ, ասեց, հիմա ինչպես, ասավ, հիմա ամեն ինչ պարզ տեսնում եմ։ Մենք կարիք ունենք այդ երկրորդ թփչումին։ Կրկնակի Հիսուսը մեզի թփչի, նոր կյանք մեզի տա, մի նոր հարաբերության մեջ մեզի տնի, նոր մակարդակի մեջ, նոր դիրքի մեջ, նոր սերի մեջ մեզի տնի, իր հարաբերության մեջ, նոր թփչողություն ունենանք Տերոջ կողմից։ Այս մասը, որ եղբայրը կարդաց, մի եկեղեցու մասին է խոսում, որ լավ եկեղեցի էր, Եփեսոս եկեղեցին, Հիսուսը իրանից գովաբանում է, տեսեք ինչ էր ասում, հենց այս մասը, որ եղբայր Աշոտը կարդաց, ասում է, որ ինձ համար շատ նեղություններ ես կրել, համբերել ես նեղությունները, հավատարիմ ես մնացել քո հավատքիդ մեջ, չես իրավունք տվել, որ սխալ վարդապետությունները ներս մտնի եկեղեցուդ մեջ, տարբեր ծառայություններ ես տալել և չես հոգնել։ Էլ ինչ էր ուզում այդ եկեղեցին, ամենը գովասանք էր, բայց ինչ էր այդ եկեղեցու դժվարությունը, որ շատ մեծ դժվարություն էր, որ նրանց ամեն լավ բաները հարցի տակ էր տանում, քո նախքին սերը թողել ես։ Հիշում ես առաջ ինչքան էիր ինձ սիրում, հիշում ես երբ որ դու հանձնվար ինձի, որքան սիրահարված էիր, ուրիշ բան չէր մտածում, բացի ես, բայց հիմա առաջվա նման ինձի չես սիրում։ Հավատարիմ մնացել ես, ծառայում ես, բայց նախքին սերը ձեռքից տվել ես։ Այնքան զբաղմունքներ է եկել քո կյանքիդ մեջ, որ գնալով այդ սերը պակսել է։ Այն առաջվա հաճույքը, առաջվա փափակը, ծարավությունը, որ հանդեպ ինձի ունեիր, գնալով ձեռքից տվել ես, զբաղվել ես աշխարհային գործերով, ընտանեկան գործերով, մեղք էլ գուցե չես անում, բայց այնքան զբաղմունք ունես, որ էլ առաջվա նման չես կարողանում ինձ սիրես։
Ես որովհետև ընտանիքների մեջ էլ աշխատում եմ խորհուրդ տամ, հետաքրքրված եմ այդ նյութով, գրքեր եմ գրում այդ ուղղությամբ, մի զույգ եկան ինձ մոտ, որ ես շատ զարմացամ նրանց, եկել էին, որ բաժանվեին Իրանից, եւ ես ուզում եմ խորհուրդ տայեմ իրանց, որ հաշտվեին։ Առաջ տղամարդից հարցրամ, ասամ, ինչ է քո դժվարությունը, ասավ, ես չեմ անում այս կինը ինձանից ինչ է ուզում։ Իրա ձեռքերը ցույց տվավ, արհեստական գործի մեջ էր, մեխանիկ էր։ Մեխանիկ եք ասում այստեղ էլ։ Այո, մեքենաների վրա էր գործում։ Ասավ, տեսեք, առավոտից գիշեր ես տանջվում եմ այս մեքենաների տակ, որ ես իմ կինս, ընտանիքս լավ կյանք ապրեն, ինչ կարիք ունեն հոգ եմ տանում, որտեղ ուզեցել են ուղարկել եմ իրանց։ Եվ չարչարվում եմ, իր ընտանիքին հարգում եմ, իր հյուրերին սիրում եմ, չգիտեմ ինչ պիտի անեմ իր համար, որ այս կինը գոհ լինի ինձանից։ Կնոջից հարցրամ, ճիշտ ասում ես ամուսինդ, ամեն գործերը անում է, ասավ շատ լավ է անում, ամեն պարտականությունները լավ է կատարում։ Շատ զարմացան։ Կնոջից հարցրամ, դու ինչպես, դու քո մասդ կատարում ես, ասավ իրանից հարցրուր, տես ինչ բան եմ պակաս թողնում։ Առավոտից գիշեր ստեղ տանջվում եմ տան մեջ, երեխաներին պետք է ես հոգ տանեմ, կերակուրը ժամանակին պատրաստում եմ, ակուսները ժամանակին պատրաստում եմ, տունը մաքուր եմ պահում, իր հյուրերին հարգում եմ, իր ընտանիքին սիրում եմ, ինչ պիտի անեին, որ չեմ արել։ Մարդից հարցրամ, ճիշտ ասում, ասավ, այո, ավելի շատն էլ անում եմ։ Ասամ, դուք եկել եք բաժանվեք իրարից։ Դուք լավ գովաբանում եք իրարից։ Շատ ինձ համար հարց էր այդ խնդիրը։ Կարծում եք դժվարությունը որտեղ էր։ Սրանք այնքան ամուսնական պարտականություններով զբաղված էին, որ ամուսնական հարաբերությունները մոռացել էին։ Որպես պարտականություն իրանց գործերը անում էին, մարդը իրա չափին, կինը իրա չափին, բայց մտերմություն չկար, սիրո հարաբերություն չկար, հաղորդակցություն չկար։ Կին ասում ես մարդը, որ գալիս է, ճիշտ իրա դիակն են բերել տունը, հոգնա, շարդվակ, նստում է արդեն, մի երկու րոպե խոսում ենք, արդեն քնում է։ Մարդն էլ ասում էր, ես գալիս եմ կինը այնքան ջարդված ու ջիղերը լարված ու հոգնած է, որ արդեն տրամադրություն չունենք, որ իրար հետ սիրո հաղորդակցություն ունենանք, մտերիմ զրույցներ ունենանք։ Նախքին սերը պակսել էր, բայց պարտականությունները կատարում էին, որպես լավ ամուսին, լավ հայր, այսօր որպես լավ մայր, և լավ կին, բայց ոչ թե սիրո և մտերիմ հաղորդակցություն։ Եվ ես մի հատ կարմիր ճրակ էր վառել այդ տան մեջ, որ արդեն սրանք իրարից հոգնել էին։ Մենք իրար հետ ապրում ենք, բայց շատ կապ չունենք իրար։ Են որպես ամուսին իրա ջանքը անում է, ես էլ որպես կին, աշխատանք ենք անում, բայց սերը պակսել է։ Եկեղեցում նույն բանն է։ Եթե մեր հարաբերությունը Աստծո հետ սիրո հարաբերություն չելնի, այդ կարմիր ճրակն էլ վտանգավոր մասը մեր հարաբերության հանդեպ Աստծո հետ կվարվի եւ այդ պատճառ կլինի, որ Տերոջ սիրտը կոտրվի մեզանից եւ հոգս կա իր սրտի մեջ, որ դու ինձ չես սիրում։ Եթե սիրարական հարաբերություն չելնի մեր մեջ ու
Աստծո մեջ քրիստոնեությունը մեր համար մի հատ կրոն կելնի, մի չոր կրոնական հարաբերություն կելնի, այսօր շատերը օրենքային մարդիկ են, շնորհքի մարդիկ չեն, սիրո ժողովուրդ չեն, ամեն ինչ օրենքով են էթում առաջ, չոր, կող, եւ այս ոչ իրանց է բավարարում ներքինից, ոչ էլ Աստծոն հաճելի է երևում։ Օրինակ կարելի է մենք այստեղ տարբեր ծառայություններ անենք, տարբեր աշխատանքների մեջ լինենք եկեղեցում, վարդապետությունները տեղին լինի, ծոմ ու աղոթները ժամանակին լինի, նվիրատվություններ անենք, տասնորդներ տանք, եկեղեցու ժողովներին կանք, կոնֆերանսներին մասնակցենք, բայց եթե Տերոջ վրա սիրահարված չելնենք, Աստծուն հաճելի չենք լինի։ Որտև առաջին բանը, որ Աստված մեզանից ուզում է, սերն է։ Առաջին մեծ պատվերը սա է, որ քո Աստծուն սիրիր, քո բոլոր սրտով, քո բոլոր մտքով, քո բոլոր անձով եւ քո բոլոր զորությունով։ Ասմաց սրանից բարձր պատվեր չկա, եւ երկրորդն է սա է, որ քո հարևանիդ սիրիր քո անձի պես։ Հիսուս ասավ, այս երկու պատվերից բարձր պատվերներ չկան։ Զարմանալի է, ինչու Աստված այսպես սեր մեզանից սպասում։ Մեկ ինձանից հարցրավ, ասավ, Աստված պակաս ունի սերի, Հայր ու որդին ու Սուրբ Հոգին շարունակ իրար սիրում են, վայելում են, հաճույք են տանում իրանից, էլ մեզանից ինչ է սպասում, որ այդ աստիճան բարձր սեր է ուզում մեզանից։ Այնպես որ Հիսուս ասում է, որ եթե դու հորն ու մորը տղայիդ ու աղջկադ ինձանից ավելի շատ ես սիրում, արժանի չես ինձ։ Պետք է ես ամենաբարձր սերը լինեմ։ Որտև նա սիրո աղբյուրն է, եթե այդ աղբյուրին մենք կպնենք այդ արմատին, այդ տարբեր ճյուղեր ունի, որ այդ ճյուղերն էլ այդ սերը կբխի իրանցից, թե կողակիցի անտեպ, թե երեխաների անտեպ, թե ընտանիքի անդամների անտեպ, թե ուրիշների անտեպ։ Երբ որ այդ մարդը ինձանից հարցրավ, ինչու է Աստված մի այսպիսի սեր մեզանից պահանջում, ասամ, որովհետև Աստված սեր է, Աստված սիրահարված է մեր վրա, և սիրահարվածը սիրահուի է ուզում, մեկ կողմանը չի կարող լինի, ճիշտ է, կելնի, մեկ կողմանը սերը, սեր ասենք իրան, ես հիշում եմ, որ երբ որ Կորեայում գնացել, այն ժամանակ Պարսկաստան էիմ ապրում, երկու հատ աղջիկ ունիմ այն ժամանակ, և իրանց համար երկու հատ խրտիկ էին բերել, ինչ եք ասում այստեղ, խրտիկ եք ասում, հա, ինչ, տիկլիկ, այո, և շատ էին սիրում դրան, իմ մեծ աղջիկը այն ժամանակ կարծում եմ 3 տարեկան էր, փոքրն էլ 1 տարեկան մոտավորապես։ Ռոզիթա էր անունը, հիմա մեծ կին է դարձել։ Եվ նա այս խրտիկի հետ խաղում էր, զբաղվում էր եւ շատ սիրահարական խոսքեր էր ասում իրան։ Շատ անուշ խոսքեր։ Մի օր կիրակի առավոտ էր, ես պատկամին պատրաստում եկեղեցու համար, որ գնայիմ ճաշից հետո պետք է քարոզեիմ, նա իրա տիկլիկի հետ, այդ խրտիկի հետ խաղում էր և շատ գեղեցիկ խոսքեր էր ասում, անուշ, մատաղ էր էթում իրան, հուրբան էր էրթում իրան, համբուրում էր իրան, մեկ ժամ անցավ խրտիկի հետ կռիվը եղավ և շպրտեց այն անկյունը,
Եվ մի քանի հատ էլ դառը խոսքեր իրան ասավ, եւ եկամ ինձ մոտ։ Եվ ուզեցավ իմ գրկի մեջ գա։ Եվ սպասում էր, որ ես իրան սեր ցույց տայեմ։ Ես հարցրամ, ինչու այդպես վարվար այդ խեղճի հետ։ Դու քիչ շատ էի ստիրում իրան, արդեն գլուխն էլ մի քիչ ծռվել է կպավ պատի անկյունը։ Ասավ նրան, բաց թող պապա, մեկ ժամ այս իրան ասում եմ, քեզ իշխան եմ ստիրում, ինքը ինձ չի ասում, ինքն էլ ինձ իշխան է ստիրում։ Արդեն հոգնել էր։ Մեկ կողմանե սեր էր։ Բայց իմանում էր, ես կարող եմ իր սերին պատասխան տալ։ Դրա համար ինձանից էր սպասում, որ այդ դատարկ տեղը լսնի։ Այնքան իմ վրա ազդավեցիք, որ իմ նյութս փոխավ։ Եվ այդ օրը խոսացիմ երկու կողմանե հարաբերության մասին, որ մենք պետք է Աստծո հետ ունենանք։ Սիրեիներ, Տերը սիրահական է եւ սիրահու է ուզում։ Երկերկոց կարդացեք եւ կտեսնեք այնտեղ, որ նա սերի հետևից է եւ մենք չի պիտի իրավունք տանք ոչ մի բան եւ ոչ մի հոգի այդ սիրահական հարաբերության տեղը, տաք հարաբերության տեղը, որ մենք Աստծո հետ պետք է ունենանք, բռնի։ Աստծո սերը մեր ամեն աստվածաբանություններիցը, մեր ամեն գաղափարներիցը, մեր ամեն ծառայություններիցը եւ աշխատանքներիցը ավելի բարձր է։ Եվ ամենակարևոր ակնկալությունը եւ առաջին ակնկալությունը, որ Աստված մեզանից ունի, սա է, որ ինչքան ես դու ինձ սիրում։ Եվ դրա համար Սուրբ Գիրքը ասում է, եթե ամեն ինչ մենք ունենանք, բայց այդ սերը չունենանք, ոչինչ արժեք չունենք։ Ոչ մի արժեք չունենք։ Պողոս առաքյալը նույնիսկ ասում է, ամեն պարգևներ ունենամ, հավատք ունենամ, որ կարողանամ սարեր շարժեմ, մարգարեություններ անեմ, հրեշտակային եւ մարդկային լեզուները խոսամ, բայց սեր չունենամ, ոչ մի արժեք չունեմ։ Եթե գիտություն ունենամ, որ ամեն խորհուրդները հասկանամ, եթե իմ ամբողջ ունեցված կտամ աղքատներին, եթե իմ անձը զոհեմ, բայց սեր չունենամ, ոչ մի արժեք չունեմ։ Զարմանալի է։ Ուզում եմ ձեզանից հարցնեմ, կարելի է մեկ հոգի իր ամբողջ ունեցված կտա չքավորներին, բայց նրանց չսիրի։ Այո։ Պետք է որ Պողոսն ասում կարելի է։ Բայց ինչու համար այդ գործը անում։ Կարելի է իր փառքի համար, կարելի է որպես մարդիկ իրանց հարգեն։ Սրա համար որ երկնքում ավելի շատ վարձ ստանա։ Ամեն տեղ թերթերի մեջ իր նկարը խփեն, իր անունը հռչակեն ամեն տեղ։ Կարելի է այնքան մեղք է գործել, ասում եմ, նվիրեմ իմ ունեցված աղքատներին, որ Տերը ողորմի ինձ։ Ամենը սիրո պատճառով չի, սիրո շարժարիթով չի։ Նույնիսկ կարելի է մեկ իր անձը զոհի իր նպատակի համար, բայց սիրարված չելնի, գուցե խաբել են իրան։ Կարելի է լվացրել են իր միտքը։ Հիտլերի ժամանակ իր ժեներալները կանգնում էին, հրացանը դնում էին իրանց ուղեղի վրա եւ ասում էին դու մենակ հրաման տուր մեր ուղեղը կդատարկենք քո ոտքի տակ։ Սեր չէր։ Նրանք արդեն հիպնոտիզմ են եղել, իրանց միտքը լվացվել էր։ Զգացումներ էր։ Եթե մեր գործերը սիրո շարժարիթով չելնի, հանդեպ Աստծուն եւ հանդեպ ուրիշներին, այդ գործերը ոչ մի արժեք չեն ունենալ։ Մենք հարաբերություն, որ ունենք Աստծո հետ, եթե սիրարական չլինի, Աստված ասում է, ձեզ չեմ ճանաչում, որովհետև ոչ թե Աստված սեր ունի, Աստված ինքը
իր բնությունը սեր է։ Եվ այս ամենաքաղցր պատկամն է ավետարանինը, Աստված սեր է։ Հալելույա։ Եվ որովհետև նա սեր է, նույնը մեզանից է սպասում։ Ես երկու հոգու հանդիպեցրամ իրար, տղա ու աղջիկ, տեսնիմ կարող են հաջողվեն սրանք ամուսնանան, իրանց խորհուրդ տվամ եւ ասամ, որ մի քանի ամիս իրար ճանաչեք, այս մեթոդներով առաջ գնացեք, տեսնեք կարող եք համաձայնվեք ամուսնության համար։ Կես ժամ հետո տեսամ տղան ուրախ դուրս եկավ։ Ասամ, տենց շուտ դուրս եկար։ Ասամ, եղբայր այդ վարդ 50%-ը լուծվավ։ Ասամ, կես ժամվա մեջ 50%-ը լուծվավ, ինչ պատահավ, շատ արագ գնացիր։ Ասամ, ես իրան սիրում եմ, ինք ինձ չի սիրում։ 50%-ը լրացավ։ Ասամ, 0%-ն էլ չի լրացել, ախր սերը չի կարող մեկ կողմից լինի։ Հիմա մենք ինչքան ենք Աստծուն սիրում։ Այդ սերը, որ նա մեր հանդեպ ցույց տվել, իրավունք ունի, որ մեզանից նույն չափ սեր ուզենա։ Ինչու այդքան արժեք ունի այդ սերը, որովհետև առանց ի սերի բոլոր մեր ծառայությունները չի կարող մեզի թարմ պայի, չի կարող մեզի բավարար պայի։ Տեսնում եք մարդան ծառայում էր, լավ էլ ծառայում էր, Հիսուս 12 հատ աշակերտի հետ գնացել իրանց տուն, ամենն էլ լավ ախորժակ ունին, ուրիշ հյուրեր ուներ, Մարիամը նստել էր ոտի տակ Հիսուսինը վայելում էր սիրահարական, Մարթան բրբրթում էր, տրտնջում էր ու կերակուր էր եփում։ Ջիղերը լարված։ Եվ մենակ էլ զգում էր, եւ կանչավ մի երկու անգամ Մարիամին տեսավ, այնքան տարվել է Հիսուսով, որ չի հետ նայում։ Վերջը բողոք արավ Հիսուսին, դու մե բան ասա ես իմ ծույլ քրոջը, ինձ մենակ է թողել։ Ճիշտ էր ասում մեկ կողմից, բայց իր դժվարությունը այդ չէր։ Հիսուս ձեռ դրավ արմատի վրա։ Մարթա, Մարթա, դու շատ բաների մեջ հոգս ունես եւ տրտում ես։ Էս ակո դժվարությունը։ Բարի բաժինը թողել ես։ Կարող իր կայրասիր, Մարիամ ջան, հիմա մեկ ինչ դու գնա, խոհանոցը ես եմ ուզում նստեմ, ես ուզում եմ վայելեմ, բայց դու իմ ներկայությունից փախնում ես, դու մենակ ծառայություն ես անում, եւ այդ ծառայությունն էլ ինչպես ես անում, տրտնջով, ջիղել դարված, հոգս ես անում, շարունակ շուրջդ պտույտ ես գալիս, ծառայում ես, բայց սեր չկա տեղ, պարտականություն է, կրոն է քո համար, հարկանք է միայն, բայց յուրասիրություն է, բայց սիրո հարաբերություն չի, ես սեր եմ ուզում, հույրիկըտ Մարիամը սիրահարված է, դուք կարծում եք Մարիամը քիչ ծառայավ, նրանից հետո Մարթայի անունը չկա, Մարիամը իր թանկագին յուղը բերավ Հիսուսի գլխին դատարկավ, խաչի տակ Մարիամն էլ կար ուրիշ կիների հետ, Մարթան ընդեղ չէր, հարության օրը Մարիամն էլ կար ուրիշ կիների հետ, առավոտ շուտ գնացել էին գերեզմանի վրա, Մարթան ընդեղ չէր, որովհետև սիրահարված էր այն ճիշտ ծառայությունները սիրո շարժարիթով արավ։ Երբ որ մենք այդ սեր ունենանք, այն ժամանակ մեր հոգևոր կյանքը միտք ունի, նպատակ ունի, այդ սերը մեր մեջ շարժարիթ է ստեղծում, որ կարողանանք Աստծո պատվերները հնազանդենք, եթե այդ սերը չելնի, հնազանդենք էլ հաճելի չի, մի հայր իր աղջկան ուզում էր
պատիժեր, ասավ գնայեմ պատի անկյունը կանգնիր, աղջիկը ասավ չեմ երթում կանգնեմ, ասավ ես եմ քեզի ասում գնա, ասավ ես էլ քեզի ասում եմ չեմ երթալ, հայրը փայտը վերցրավ, աղջիկը տեսավ արդեն փայտ է գալիս մեջտեղ, ուզում է ծեծի իրան, գնաց ստիպողական ձևով կանգնավ եմ պատի անկյունը, հայրը շատ ուրախացավ, որ հաղթել է, բայց աղջիկը մի խոսք ասեց, որ հայրը իմացավ, որ պարտվել է, չի հաղթել, ասավ պապա, ասավ ինչ է, ասավ ճիշտ է ես մարմնով ես անկյունը կանգնել եմ, բայց իրականությունը եթե ուզում ես իմանաս, սա է, որ սրտանց նստած է, եթե հիմա կարող ես իմ սիրտս կանգնած, ինչ օգուտ ունի, որ քո վախիցը փայտի ուժով է, ամեն անկյունը կանգնեմ, սրտանց նստել եմ, հիմա ինչ ուզում ես արա, մեր հարաբերությունը Աստծո հետ որքան սիրո շարժառիթով է, եթե ծերը չլինի, փառք Տերոջը այստեղ ամեն առավոտ աղոթներ եք անում, բայց առաջին բանը, որ Տերը ձեզանից ուզում է սիրահարական աղոթներ են։ Դա այդ ամենից կարևորը դա է, եթե չէ, այդ աղոթքն էլ փարիսեցիներն էլ երկար աղոթներ իրանում, ժամերով, բայց սիրո հարաբերություն չէր, հաճելի չէր, մտերմական չէր, ընկերային չէր, այդ սերն է, որ մեզի ամեն գերություններից ազատում է։ Երբ որ ես առաջին Կորինթացիս 13-ը կարդում եմ, ոչ մի ուրիշ տեղ առաջին Կորինթացիս 13-ի նման սերը չի բացատրել, ոչ մի ուրիշ գիրք, տեսեք սիրո զորությունը որքան ուժեղ էր, ասում է սերը մեզի հպարտությունից ազատում է, ինչու, որովհետև ասում է սիրո մեջ լրբություն չկա, կամ անպարտամանություն չկա, սերը չի պարտանում, սեր իր շահը չի որոնում, ասում է սերը մեծի կասկածներից ազատում է, որտեղ ասում է սերը ամեն ինչին հավատք ունի, հավատում է քո խոսքը, վստահում է, ասում է սերը մեզի փառքությունից ազատում է, որտեղ ասում է սերը չի պարկանում, մենք սիրում ենք Աստծուն, տեսնենք որքան այս չափանիշները տեղին է, ասում է սերը մեզի վատատեսությունից ազատում է, որտեղ ասում է սերը չարը չի մտածում, բացարձականը չի մտածում, ասում է սերը մեզի հուսահատությունից ազատում է, որտեղ ասում է սերը ամեն ինչի մեջ հույս ունի, ասում է սերը մեզի անհամբերությունից ազատում է, որտեղ ասում է սերը ամեն ինչի մեջ համբերում է, ասում է սերը մինչև վերջ հավատարիմ է մնում, որտև ասում է սերը երբեք չի վերջանալ, ասում է սիրո մեջ վախ չկա, նա որ վախ ունի տառապանք ունի, բայց սերը, Աստծո սերը, վախերը հեռացնում են, վստահություն է բերում, որքան ուժեղ է սերը, մարդիկ կարծում են սերը քրիստոնեության մեջ տկարության նշան է, բայց հավատացեք, որ սերը ամենազորավոր զենքն է, և Սողոմոն ասում է, որ ոչ մի բան չի կարող սիրո հետ պայքարի և հաղթի, որտև ասում է սերը մահվան նման զորավոր է, այդպես որ ոչ ոք մահի դիմաց չի կարողացել, դիմանա, երբ որ մահ եկել է, մահի շվակ եկել է, նա ստիպված հանձնվել է, ոչ ոք չի կարող սիրո զորության դիմացը կանգնի, ասում է շատ ջրերը չեն կարող սերը հանգցնեն, շատ գետերը չեն կարող սերը կապտան, որքան զորավոր է, եթե աշխարհքը, այս իրականապես այս վատ աշխարհքը, եթե կարողանային Աստծո սերը հասկանային, ինչ կպատահեր, դրախտ կլիներ, բայց 21-րդ դարվա մեջ այս գիտությունը այսքան առաջացել է, մարդկանց սերը գնալով պակսել է, վայրենություն է եկել, հանգիստ իրար սպանում են, հանգիստ, այսքան կռիվներ, այսքան պայքարներ,
Դրա համար սեր ամենից բարձր է։ Եվ այդ էլ Աստծո սերը, առաջ մենք պետք է Աստծո սերին կապ ունենանք, հետո այն ժամանակ վստահ եք, որ մնացած բաները կլուծվի մեր կյանքի մեջ։ Տերը առաջ այդ է ուզում մեզանից։ Առաջ նա է ուզում, որ մենք կարողանանք իրան սիրենք, հետո վստահ եք, որ մնացած դժվարությունները, որ ունենք, սիրո հովանավորության տակ կլուծվի։ Ես պարծանք ունեմ, որ իմ կյանքիս մեջ որոշ սիրահարված մարդկանց հետ եմ հաղորդակցություն ունեցել, սիրահարված ծառաների հետ։ Նրանցից մեկը, որ սիրելի եղբայր Սուրիկ, քույր Քլարը, քույր Ժանետը, հանգուցյալ Ռապի եղբայրը ճանաչում էին իրան, որ իսկապես մեր սիրահարվածներից էր, եղբայր Մեհդի Դիբաջն էր, 9 տարի բանդը նստավ, 2 տարի ու կեսը առանձին բանդ էր, որքան իրան չարչարան։ Այս մարդը սիրահարված էր, երբ որ եկավ ընդհանուր բանդի մեջ ուրիշների հետ, մենք իրան 2-3 անգամ կարողացանք այցելինք։ Չգիտեք որքան տարբեր էր ուրիշ բանդարպարտներից։ Դիբաջ, ինչ ես ուզում քո համար բերենք, ինչ կարիք ունես։ Մեր հարցի պատասխանը չէր տալիս, Տերուչից էր խոսում, երկնքից էր խոսում, արդեն հալվել էր Հիսուսի սերի մեջ, դեմքը փայլուն, եղբայրայք ասավ այդպիսիների համար մենք պետք է գին վճարենք, որ վճարեց էլ, նրա ազատության համար որքան աշխատեց և իր կյանքը Դիբաջի տեղը տվավ, Դիբաջին ազատան, նրան սպանան, հետո 5 ամիս հետո Դիբաջին էր սպանան, այդ անկուտ մարդիկ։ Բանդի մեծը արդեն հոգնել էր Դիբաջից։ Ասավ Դիբաջ, եթե դու երազում տեսնես, որ Հիսուս Քրիստոսը կա քո երազիդ մեջ, ասի ինձանից հետո մի ուրիշ մարգարե կգա, նրան հետևիր, դու Հիսուսին կլսես, իրան միտքը Մուհամմադն էր։ Դիբաջը ասեց, որ նույնիսկ Հիսուսն էլ կա ինձի երազում այդ խոսքը ասի, կինգնեմ իրա ոտքերի տակ, կասեմ, եթե ուզում ես ինձի քսես դժոխ կգցիր, եթե ուզում ես ինձի որևէ պատուհասով պատժես, պատժիր, եթե ուզում ես ինձի կախես, սպանես, արա, բայց խնդրում եմ ինձի քո մոտից ուրիշի մոտ մի ուղարկիր։ Ես քեզ եմ ընտրել, քո վրա եմ սիրահարված։ Եվ հետո նորից հարցրել էր, ասել Դիբաջ, 60 տարեկան ես, ամեն մազերդ սպիտակել է։ Մի հատ ուրացիր դուրս արի, հետո գնա դուրսը Քրիստոսին հետևիր։ Գոնե լեզվով ասա, որ ես քրիստոնյա չեմ, մենք ես ֆայլը կողպենք։ Ասավ դեռ մինչև 120 տարին շատ ժամանակ կա։ Այսինքն 60 տարի ապրել եմ, 60 տարի էլ պահեք, ես Հիսուսին չեմ ուրանալ։ Սրանք փառավոր մարդիկ չեն եղել։ Կարող ենք այսպեսի սիրահարված մարդկանց գնահատենք, մի հատ ծափարություն արեք իրանց։ Հիմա իմ խոսքս վերջացնեմ։ Հիսուսը ինչ ասում է եկեղեցուն։ Ասում է ինչ է քո ճանապարհդ։ Ինչ պիտի անես։ Նախքին սերը ձեռքից տվել ես։ Հիմա ինչ պիտի անես։ Հիշիր, որտեղած ես վայր ընկել։ Նայիր, արմատը ճարիր։ Ինչ է պատահել, որ դու նախքին սերը ձեռքից տվել ես։ Ինչ է պատահել։ Ով է արգելք եղել։ Երկրորդը, զղջա եւ ապաշխարիր։ Որտեւ այդ շատ մեծ մեղք է։ Աստծու վրա սիրահարված չելնենք, ամենամեծ մեղքն է։ Որտեւ ամենամեծ պատվերը դա է, էլ մի կասել գողություն չեմ արել, շնություն չեմ արել, մարդ չեմ սպանել, այսինչ վատ բանը չեմ արել։ Եթե ես ու դու Աստծու վրա սիրահարված չելնենք, ամենամեծ մեղքն ենք արել։ Դրա համար ասում եմ զղջա դրանից եւ ապաշխարիր։
վերադարձիր քո առաջվածներին եւ ասում է նախքին գործերը արա, առաջ իշքան էիր ինձ ստիրում, որքան սիրտդ ինձ համար հալվում էր, հիմա սպասում եմ նույն սերին, այդ սերը քնել է, այդ սերը պաղել է, այդ սերը արդեն հաշկում է։ Եվ Հիսուսը վտանգավոր խոսք է իրան ասում է, եթե դու չվերադառնաս առաջված սերին և չապաշխարես, ես կգամ, եթե ծիրարական հարաբերությունը չստեղծես, քո ճրագակալը տեղիցը կվերցնեմ։ Այդ լավ եկեղեցուն Հիսուս էս ասում։ Այսինքն, այդ առաջվա նման չես փայլի, ճրագակալը ունես, բայց յուղ չկա մեջ։ Չի վառում, հաշկած է։ Սա շատ մեծ խոսք է, շատ վտանգավոր խոսք է, որ Հիսուս եկեղեցուն ասում է, եթե իմ վրա սիրահարված չես, քո ճրագակալը կվերցնեմ։ Այդ եկեղեցին ասամ ծառայում էր, հավատարիմ էր, աշխատում էր, չէր հոգնել, համբերում էր, լավ բաներ շատ ուներ, բայց Տերը ասում է, այս դժվարությունը, որ դու ունես, ուրիշ ամեն բաները հարցի տակ է դարել։ Եվ իմանում եք Հիսուսը Պետրոսին ինչ ասեց, ուզում եմ այս վերջումը մեկ քիչ հիշեք եսիք։ Հարությունից հետո ինչ ասեց, այդ ուրացող Պետրոսին, որ 3 անգամ իրան ուրացել էր։ Հովհաննես 21-ը հետո նայեք, Պետրոս, Հովնանի որդի, ինձ սիրում ես, այո Տեր, գիտես, որ որքան եմ սիրում։ Ինձի ամենս մարդկանցից, որ շուրջդ են, աշխատանքիցդ, զուգերիցը, որ գնացել ես նորից ձկնորտություն ես անում, ընտանիքիցդ, ամեն ինչից ավելի շատ ես սիրում, Տեր, գիտես, այո, 3-րդ անգամ։ Ինչու 3 անգամ հարցրեց։ Շատ անուղղակի կերպով ուզում էր Պետրոսին ասել, որ Պետրոս 3 անգամ ինձ ուրացել ես, 3 անգամ էլ դավանիր, որ հիմա ինձ ինչքան ես սիրում։ Որովհետև Պետրոս ինչու Հիսուսին ուրացավ։ Որոշներն ասում են իր վախի պատճառով էր։ Որոշներն ասում են հպարտության պատճառով, որովհետև շատ ես էր անում, ես երբեք քեզ չեմ ուրանալ։ Որոշներն ասում են, որովհետև Սուրբ Հոգով լիքը չէր, զորություն չուներ։ Ամենը ճիշտ են, բայց բուն պատասխանը, արմատական պատասխանը սա էր, որ Պետրոս Հիսուսի վրա սիրահարված չէր։ Եթե չէ, իրան չէր ուրանալ։ Պատրաստ կլիներ իր կյանքը տար։ Բայց դեռ այդ աստիճանի չէր հասել։ Սիրում էր Հիսուսին, բայց սիրահարված չէր։ Հավատարիմ էր Հիսուսին, բայց սիրահարված չէր։ Աշակերտ էր Հիսուսին, բայց սիրահարված չէր։ 3 անգամ Հիսուսը հարցրավ, որովհետև երբ որ ասում է քո Աստծուն սիրիր, ասում է այս 3 բանով սիրիր։ Քո բոլոր մտքով, 1, բոլոր անձով, 2, բոլոր զորությունով, այսինքն բոլոր կամքով, մտքով, շնչով և կամքով, այսինքն ամբողջովին ինձ սիրիր։ Եվ Պետրոսը 3-րդ անգամ, որ Հիսուս հարցնում է, տխրում է, հիշում է իր 3 ուրանալը և տխրությամբ ասում է, այո Տեր, դու գիտես ամեն ինչ, ես քեզ սիրում եմ, ասում է, ուրեմն ես 2 բան արա, իմ կառներից կերակրիր և իմ ոչխարներից հովություն արա, բայց սերով արա, որովհետև եթե ինձ սիրում ես, պետք է սիրով հովություն անես, սիրո շարժարիքով, ոչ թե պարտականությունով, ոչ թե որովհետև հովիվ ես պիտի անեմ էլ, չէ սիրով այդ կառներին կերակրիր, սիրով այդ ոչխարներին հովություն արա։ Եվ հետո երկրորդ բանը ինչ ասում, այս շատ վտանգավոր էր։ Պետրոս, մի օր կգա, քո ձեռքերդ ու ոտերդ կկողպեն,
քեզի այնտեղ կտանեմ, որ չես ուզում, այսինքն դու կնահատակվես, դու կզոհվես ինձ համար։ Եթե ինձ սիրում ես, պատրաստ ես այդ գինը վճարես, եւ Պետրոսը պատմության մեջ են կարդում, ավետարանի մեջ չի, բայց իրական պատմություն է, եկեղեցու պատմություն է, ասում են, երբ որ Ռոմում ուզում էին իրան խաչեին, ասեց, որ ես արժանի չեմ, իմ Տերոջ նման խաչվեմ, ինձի հակառակ կողմից խաչեք, գլուխը ցած, ոտքերը վրև, որովհետև իրան նման ես արժանի չեմ խաչվեմ, տեսեք որքան էր տիրարվել, մի վախկոտ մարդ, մի ինքնահավան մարդ, մի աշակերտ, որ Հիսուսին հետևում էր, բայց որովհետև սիրահարված չէր իրան ուրացավ, հիմա հասցել եմ այդտեղ, որ ասում արժանի չեմ իրան նման խաչվեմ, հակառակ կողմից խաչեք ինձ։ Ասեք որքան փոխվա Սուրբ Հոգին Աստծո սերը փռավ իր սրտի մեջ։ Այսօր Տերոջ հարցը ինձանից ու քեզանից սա է։ Բոլոր պաշտամուն կանողներից սա է։ Բոլոր ծառաներից, որ այստեղ ծառայում են, սա է։ Բոլոր եկեղեցու անդամներից սա է, որքան ես ինձ սիրում։ Սա ամենամեծ հարցն է եւ ամենակարևոր եւ արմատական հարցն է։ Ինչքան ես ինձ սիրում։ Արդյոք ամեն ինչից ավելի շատ ապացույցիր, որ դու իմ վրա սիրահարված ես։ Վերադառնանք մեր նախկին սերին։ Առաջ որ ապաշխարել էինք, Հիսուսի հետ մեղրամիսն ենք անցկացնում, որքան ենք սիրում իրան, ամեն ինչ նոր էր մեր համար, երգերը, քարոզները, նոր կյանք էր։ Բայց գնալով որ հինացել ենք, կամաց էլ արդեն հոգնել ենք, ամեն երգերը գոց ենք, Սուրբ Գիրքի մասերը ամեն իմանում ենք, էլ արդեն նորություն չի, հաճելի չի, գալիս ենք, գնում ենք, հավատացյալ կանք, հավատարիմ մնացել ենք, բայց այդ առաջվա տաքությունը չկա։ Եվ այս հին հավատացյալների համար ավելի մեծ վտանգ է։ Վերադառնանք մեր նախկին սերին։ Սա արթնության մի հատ խորհուրդներից է։ Մեր գլուխները խոնարհացնենք, աղոթենք։ Քանի վայրկյան աղոթքի մեջ անցկացնենք։ Մեր անձերը քննենք, ինչպես Տեր Հիսուսը դա ասում է եկեղեցուն, հիշիր, որտեղած ես ընկել, ինչն է պատճառ եղել, ով է պատճառ եղել, որ դու նախքին սերդ ձեռքից տվել ես, մեկ րոպե մտածենք սրա վրա եւ մեր սրտերը բերենք Աստծո առաջին, Տեր, ես ուզում եմ վերադառնամ իմ նախքին սերին, չեմ ուզում իմ ճրակակալը դու շարժես, ինձի հետ տար առաջվա տեղը, ավելի առաջվանից ավելի շատ, ուզում եմ միշտ քո վրա սիրահարված լինեմ, ուզում եմ հոգևոր կյանքը ինձ համար կրոն չելնի, օրենք չելնի, սիրո հարաբերություն լինի, սիրո հաղորդակցություն լինի, ով Տեր, օգնիր ինձի, որ սիրահարված կյանք ապրեմ քո վրա, ինձի այս կողմից շարժիր, իմ սիրտս փոխիր, իմ միտքս փոխիր,
եւ տուր ինձ, որ կարողանամ քեզի փառարացնեմ, որովհետեւ դու ինձանից ամենամեծ բանը, որ ուզում ես, դա է, որ բոլոր մտքով, բոլոր անձով, բոլոր զորությունով քեզի սիրեմ։ Եվ ես այդ կողմից պակաս ունեմ։ Տեր Հիսուս, դու սիրահարված ես իմ վրա եւ սիրահու ես ուզում։ Թող որ ես կարողանամ այն հաճելի սիրահույին լինեմ քո համար եւ իմ հարաբերությունը քո հետ սիրահարական հարաբերություն լինի։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Սուրբ ես, Տեր Աստված Ցավոթ ամենակալ Տեր, որել եւ գալու է, երկիր պարկողը լիենով փառազով։ Քեզ օրհնանք, քեզ պատիվ մեծարան, մեծ արժան ես ով գառնասո, Սուրբ արյունովդ մեզ փրկեցի, բազում ազգերից քեզ համար ժողովուրդ կնեցի։ Արժանի ես օրհնանքի, արժանի ես դու պատվի, արժանի ես փառքերի, արժանի ես գոհության, արժանի ես գոհության, արժանի փառաբանության, արժանի ես կողքերի, արժանի Տեր Աստված Ցավոթ ամենակալ Տեր, որել եւ գալու է, երկիր պարկողը լիենով փառազով։ Քեզ օրհնանք, քեզ պատիվ մեծարան, մեծ արժան ես ով գառնասո, Սուրբ արյունովդ մեզ փրկեցիր, բազում
կնեցի դու արժանի ես ողնանքի արժանի ես դու պատվի արժանի ես վանների արժանի ես գոհության արժանի ես գոհության արժանի մարաբանության արժանի ես ողքերի արժանի ես նրբագության մենք մեծանում եմ սրտովս ամբողջ մեծանում եմ հոգովս ամբողջ մեծանում եմ մտքովս ամբողջ մեծանում եմ փոխարության մեծանում եմ սրտովս ամբողջ մեծանում եմ հոգովս ամբողջ մեծանում եմ մտքովս ամբողջ մեծանում եմ փոխարության սիրում եմ քեզ սրտովս ամբողջ սիրում եմ քեզ հոգովս ամբողջ սիրում եմ քեզ մտքովս ամբողջ սիրում եմ քեզ փոխարության սիրում եմ քեզ սրտովս ամբողջ սիրում եմ քեզ հոգովս ամբողջ սիրում եմ քեզ մտքովս ամբողջ սիրում եմ քեզ ողորմության Այո Տեր, մենք շնորհակալ ենք քեզ եւ օրհնում ենք քո ավիտենական անունը, Տեր։ Եվ ընդունելով այս պատգամը Աստված իմ, մենք քեզ ասում ենք սիրելի Հիսուս, մենք սիրում ենք քեզ։ Բայց եւ ուզում ենք ավելի զորանալ այդ սիրո մեջ, ավելի այդ սիրո կրակի խանդավառությունը լինի մեր ամեն մեկի կյանքի մեջ, Աստված իմ։ Մենք շնորհակալ ենք քեզանից հավիտենական Թագավոր, շնորհակալ ենք քո ծառայի համար, այս պատգամի համար, եւ խնդրում ենք սիրելի Սուրբ Հոգի, դու քո եկեղեցուն համապատասխան դարձրու քո կամքին։ Եղիր մեծարված հավիտենական Հայր, քո որդի Հիսուսի անունով։ Ամեն, ամեն, փառքես Տեր, փառքես Տեր, փառքես Տեր, փառքես Տեր, փառքես Տեր, շնորհակալ ենք Տեր։ Էդվարդ եղբայր ջան, շնորհակալ ենք Տեր օրհնի ձեզ, ամեն անգամ ուրախանում ենք, որ ձեր ներկայությունով, ձեր հայրական սիրով մեր մեջ եք, օրհնված ենք ձեզանից։ Տեր օրհնի բոլորից, սիրելի Աստծո ժողովուրդ, ունեցեք լավ օր, հրաշալի օր։ Եթե աղոթքի կարիք ունեք, խնդրում եմ կարող եք մոտենալ ծառաողներին, աղոթք խնդրել, շարունակեք այն ուրախությունը, որը այսօրվա օրվա խորհրդի մեջ կա։ Տերը ձեր հետ։